15 տարուց ավելի է 50 մետրանոց եռագույնը առաջնորդում է ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ։ Այս տարի եւս այն կծածանվի որպես պայքարի ու համախմբվածության խորհրդանիշ։ Դաշնակցական երիտասարդները կարում են եռագույնի վնասված հատվածները։ Դրոշը մեր ջահերով երթի անբաժան մասն է։ Վերջին տարիներին նաև ավելացել է Արցախի դրոշը, որը նշանակում է, որ Արցախի համար պայքարը նաև շարունակվում է։ Եթե ցեղասպանությունը անպատասխան ու անպատիժ ամնում նորից կրկնվում է, ինչին որ ականատես եղանք 44 օրյա պատերազմին 23 թվականին Արցախում։ Պահանջատիրության ջահերով երթն անում են ամեն տարի ապրիլի 23-ին ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի արդարության վերահաստատման պահանջով։ Ջահերով երթը ինքը սոսկ երթ չէ, այլ պահանջատիրության երթ է։ Իշխանությունը մերժում է այն ամեն ինչը, ինչ որ հայկական է։ Հարցի տակ են դնում, արդյոք եղել է հայոց ցեղասպանություն, ինչը չի կարելի, նորմալ երկրի ղեկավարը առհասարակ չի դրժի եւ չի ուրանա հայոց ցեղասպանությունը, 1,5 միլիոն հայերի զոհը։ Դաշնակցության երիտասարդական միության գրասենյակում միայն աղջիկները չէ, որ զբաղված են։ Այս սենյակում տղաները պատրաստում են ավելի քան 600 ջահ։ Ջահակիրների թիվն ամեն տարի ավելանում է։ Ինքը բամբուկ է, իր մատերիալ է, իսկ վերևում ունենք ամանի տեսքով բան, որին այս վառելանյութն ենք լցնելու ու տեղադրելու ենք մեր թելերը, որոնց ամբողջ ընթացքում վառվելու է։ Արդեն փորձված, շապերը գիտենք, առաջին անգամ չէ։ Արամն Արցախից է, արդեն երկրորդ տարին է այս երթին մասնակցում է ոչ թե Ստեփանակերտում, այլ Երևանում։ Նրա համար ջահակիր լինելը անձնական պատվախնդրության հարց է։ Գնում էինք ներքևի եկեղեցուց, ոնց արցախցիներն են ասում, այդ Հեքիմյանի եկեղեցին է, գնում էինք մինչև եղբայրական գերեզմանոց։ Զարկ երբ հալածում են քեզ, դա արդեն երկրորդ տարին է մենք այդ կարգախոսն ենք ընտրել, որովհետև մեր անցած ջահերով երթից հետո իրավիճակը վատթարացել է, մեր իշխանությունները հիմա փորձում են մոռանալ դա, որ ցեղասպանություն է եղել։ Երիտասարդները կարծում են, որ եթե հայ ժողովուրդը կարողանա միասնական լինել, ինչպես ջահերով երթի ժամանակ է լինում, ոչ ոք չի կարողանա իրական Հայաստանի թեզերով մոլորեցնել մարդկանց։ Իրենք ծառաջարկած Հայաստանին դեմ ենք մենք, որովհետև այն Հայաստանը, որ իրենք են մեզ հնամցնում, մենք այդպես չենք դաստիարակվել ու մեր գաղափարները իրար շատ բախում կա, սա տեսակի կռիվ է։ Երբ կորցնում ես հայրենիքդ, ամեն քայլդ պետք է լինի խոսք։ Ջահակիրները վստահ են, երբ իրենց հարյուրավոր ջահերը լուսավորեն ապրիլի 23-ի երեկոն, յուրաքանչյուր կրակ մեսիջ կլինի աշխարհի համար։ Հայը չի մոռանում, չի հաշտվում եւ չի լռում։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուր։